Մեր Աստծո սուրբ խաղաղությունը բոլորիս։ Ես շատ սիրում եմ նայել երկնքին և միշտ ասում եմ, երկինքը խաղաղություն է ինձ համար։ Երբեք չեմ հոգնում երկնքին նայելուց։ Փառք մեր Աստծուն, փառք Հորը Որդուն և Սուրբ Հոգուն։ Ամեն։ Այսօր ուզում եմ խոսել մի բանի մասին, որը որ ես ինքս բացահայտել եմ իմ կյանքում և խորապես, արմատապես զգացել եմ այն ամենը, ինչի մասին որ ուզում եմ խոսել այսօր։ Ուրեմն սկսած հենց առաջի քայլերից, երբ որ ես սկսել եմ Աստծո ժողովրդի մեջ հաճախել, Աստված իմ սրտում դրել է օրհնող ձեռք լինելը, այսպես ասած։ Աստծո խոսքը ասում է, ավելի լավ է տալը, քան վերցնելը։ Այսօր նայում ես աշխարհի մարդկանց մեծամասնությունը ավելի շատ սիրում են ստանալ, այսինքն լավ բաներ, բարի բաներ ստանալ հարազատներից, մտերիմներից, թեկուզ անծանոթներից, միայն թե ստանան ու ստանան։ Շատ ավելի քիչ տոկոս է կազմում տալը, որը որ իմ կարծիքով պետք է առաջին տեղում լինի։ Ես ուրեմն սկսած այն օրից, երբ որ սկսել եմ հաճախել Աստծո տուն, Աստծո ժողովրդի մեջ, սիրով և սրտանց նվիրատվություններ եմ արել առ այսօր։ Ես ապաշխարել եմ 1994 թվականի ամռանը։ Դե պատկերացրեք այս երկար ու ձիգ տարիները։ Եվ երբ որ իմ կյանքում պարագա է ստեղծվել, այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ սկսել են ինձ տալ կամ իմ երեխաներին, իմ ընտանիքին ինչ-որ բարի բաներ տալ, ես ներքուստ միշտ, այսպես ասեմ, ճնշվել եմ, մի տեսակ այսպես փոքրացած եմ ինձ զգացել, փոքր մարդ եմ ինձ զգացել, բայց այս երկար ու ձիգ տարիներին, այս երկար ճանապարհի մեջ, որ ես քայլում եմ Աստծո ճանապարհի մեջ, իմ Աստված, մեր Աստված ինձ սովորացրեց մի բան, որ